Եվ երբ որ նա իր պոեմում դիմում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնք լռությամբ մեղսակցում էին թուրքերի եղեռնագործությանը, դեռ Շիրազի պոեմը գրելու ժամանակներում ոչ մի պետություն, ոչ մի երկիր չէր ճանաչել պաշտոնապես հայոց ցեղասպանությունը։ Եվ դու գերման ժողովուրդ, հռենոսի ռնգեղջուր, դու էլ ասում ես, թքիր քո անցյալի խելացնոր աչքի մեջ եւ արթնացող դեմոսի ոգովդ եկ ինձ հետ տեսնելու այն, ինչ նաեւ քո զավակները ոչրագործեցին թուրքերի հետ դաշնակցելով։ Թող հավիտենապես հնչեն յոթեական վարդի հնչյունները եւ փոքրիկ տղան այլևս մեծերից ձեռքով ուրիշի պարտեզից ոչ մի վարդ չքաղի։ Չկար այնտեղ կեղծ բան, չկար այնտեղ, որ տեսեք, սա հայրենասիրության առարկա է 15 թվականը, Եղեռնը, չգիտեմ, ատելություն Թուրքի հանդեպ, թեկուզ ինքը առասարակ ժողովուրդների հանդեպ մի այստեղ ինքս ընդհատեմ շատ բնորոշող է Շիրազին, որ նա բարեկամությունը ժողովուրդների պատկերավորում էր ծիածանի հետ, որտեղ եթե մի գույն հանեցիր, արդեն ծիածան չի, արդեն գույներ են, 6 գույն է, բայց ծիածանը դա երևույթ է եւ սա շատ կարեւոր է։ Այդ իսարում նրան ատելությունը ուրիշ տեսակ պետք է ընդունվեր։ Նա պետք է ընդունվեր որպես հիշողություն գործող, որ վերջերջով կարող ենք մենք միգուցե թույլ տալ ձեր մեկնել, ներել։ Շիրազը հանդգնեց այդ խնդիրը բարձրացնել եւ դիմեց աշխարհի բոլոր ժողովուրդներին եւ արցակ դիմումով եւ չափածո խոսքով։ Այդ պոեմը փաստորեն նրա մեծագույն գրական խտացումն է, որտեղ հանճարի ուժով նա կարողացել է պատկերել Եղեռնի ամբողջ սարսափները։ 41 թվականից մինչև կյանքի վերջը նա անդադար աշխատել է հայոց դանթայականը պոեմի վրա։ Եվ ստացվել է բացառիկ մի ստեղծագործություն, որը ինքը Հովհաննես Շիրազն անվանում է դատաստանամատյան։ Հոմերոսի բերանով Հովհաննես Շիրազն ասում է. իր կույր աչքերով կույրն էլ կտեսնի, թուրքի անցած տեղն էլ խոտ չի դուսնի։ Ով է հանգծում գիշերվա այս անսահման դագաղում, որ անհամար աստղերի բոլոր մոմերն են դողում, ում ես թաղել, ով Աստված, որ դագաղը գիշերվեց, այսօր գիշերն անհադակ, ում դագաղն է այսքան մեծ, որ այս անթիվ աստղերն են մոմեր դարած հարաճում, ում եք թաղում, ով աստղեր, հայ կոտորածն է հանգչում, հայոց վշտին հանց դագաղ, քիչ է ծովն էլ գիշերի, նեղ է գիշերն անսահման իբրև դագաղ հուշերի, դագաղվել է Հավիդյան, ախ Հավիդյան, սև հուշեր, հայոց վիշտն էլ, հայ գլխին, հավերժական սև գիշեր, հայոց Եղեռն անդագաղ ու անթաղ է Հավիդյան, տիեզերքն էր դագաղը Եղեռնամեր հայության, ինչպես պոկվեց մայր հողից, ոտք հայ ոգու անթեյի, Եղեռնի դեմ դժոխք չէ, դժոխքն անգամ Դանթեի, որ մի քարն էլ վերցնես, տակից մի գանք դուրս կգա, որ սարին էլ հարցնես, մեծ Եղեռնին է վկա, որ մի ձորն էլ խոր պեղես, թաղվածներս կգան դուրս, որ մի դերձորն էլ մտնես, անթաղներն են մեր անհույս, որ եփրատն էլ իջնես խոր, հայ դիերն են ավազվել, որ մի տիգրիսն արյուն չէ, անապատներն են կիզվել հայոց որպուկ աշխարհի արյան կարմիր սև կոծով, մի ողջ ազգ է մորթվել, կարմրեցին հողուծով, որ մի քարը շիրիմ չէ, այնտեղ հայոց աշխարհում։ Շիրազի այս պայքարը Եղեռնի հետ կապված, Թուրքիայի հետ կապված, դա լինել թե չլինելու հարցն է ապագայում։
եթե մոռացան, ոչ թե միայն կրկնվելով է, մենք չենք մնա որպես ժողովուրդ, որպես հայ, մոռանալ քո անցյալը, մոռանալ ցավը նախնիներին եւ հատկապես այդպիսի բան ինչպիսին է Եղեռնը, դու հերիք է կարդալ դանտեական։ Այդ պոեմում Շիրազի արած կանխատեսումներից շատերն այսօր արդեն իրականություն են դարձել, բայց շատերն էլ դեռևս սպասում են իրենց իրականացմանը։ 55 թվականին Մոսկվայում, երբ որ Գորգոհաման համաշխարհային գրականության ինստիտուտում սովորում էին, գրական ընկերուհիներով շրջապատված թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը ուզեցել է ծանոթանալ Հովհաննես Շիրազին, երբ որ նա ձեռքը մեկնել է Շիրազին բարևելու, ձեռքը մնացել է օդում։ Բոլորը կշտամբել են Շիրազին, թե ինչու չես բարևում, ինչու չես թուրք բանաստեղծի ձեռքը բռնում, Նազիմ Հիքմեթն ինքն է արդարանում, թե ես ճանաչում եմ նրան, նա արդարացի է։ Շատերը իմը հարցնում են, եթե ինքը այստեղ այս օրերին, այս արդեն 14 տարի է, չէ, արդեն մեր հեղափոխությունը եւ մեր անկախությունը ինչ կապեր էր։ Շատերն են փորձել, գիտեք, որ պատասխանեն այդ հարցին, ես գտնում եմ, որ պատասխան չկա։ Նա, ասենք, եթե հրճվեր Ղարաբաղի ազատությամբ, բայց կրկնակի կմահանար մեր արտագաղթի փաստով։ Մենք գիտենք, որ այն իր կենթանության օրոք արտագաղթնորդները Հայաստանից շատ քիչ էին, հատուկենտ եւ նույնիսկ այդ փոքր կամ քիչ փաստերը իրեն շատ վրդովեցիչ ուրեմն վիճակի մեջ դրեցին։ Այսինքն հասկանում էր, թե ինչ պատիժ է մեզ համար եւ ինչ անդառնալի կորուստ մեր ժողովրդի համար։ Բայց ինչպես մենք բոլորս հիմա ապրողներս ինձ թվում է, որ ինքն էլ պիտի նորից հավատար մեր ժողովրդի հավերժությանը, մեր ժողովրդի վաղվա օրվան, գեղեցիկ օրվան։ Միակ ճամփան փրկության հայեր դեպի Հայաստան, ուր է կշտապում ով խաբված ջրեր, մեզ տարավ թողած ուր է կշտապում, Սևանն է քաշում ծով կարոտը ձեր, դուք ուր եք օդար ծովերը թափվում, անուշ է թվում ձեզ կանչող հեռուն, բայց դուք կկորչեք ծովերում օդար, դարձեք ծովանա թող հայոց արուն, միթե մոր գիրգը նեղ է ձեզ համար, ախ միթե նեղ է, որ դուրս եք փախչում, բայց դուք կկորչեք ծովերում օդար, ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում, դառնում սովասույզ մի ճաղացակար, իմ պանդուխ ջրեր զուր եք շտապում, դարձեք տուն վազեք մեր մուրազ ջրեր, ինչու եք օդար կնոջ գիրք թափում, հայ կույսի բաժին կյանքն ու կանձը ձեր, մայրերի լեզուն ինչպես կարգացի, երբ որ չխոսես քո հայոց լեզվով, երբ աղբյուրի պես ծովերում կորչի, Տելով քեզ կտա մասիսդ, Տելով եք փախչում խելագար ջրել, մեր մի փուր հողն էլ ծով ծարավ թողած, դարձեք, ետ վազեք, որ դարձնեք անմեր, թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց, դավաճան ջրեր ուր եք շտապում, միթե կարոտ են օվկիանները ձեզ, դարձեք, Սևանը ձեզ է պապակում, կանչում Սահարա անապատի պես, ինչու Կանադա, ինչ Ամերիկա, Եվ թեկուզ մի փուր Հայաստանը կա, տուն աղավնացեք նոյի ագրավներ, կկորչեք որպես կայլախեղ կարներ, Տելով մեր հայոց լեզվով մռնչա, դարձեք, որ արաքսն հայերեն հոսի, տուն դարձեք հայեր, որ հողն էլ տուն գա, մասիսն էլ նորեն հայերեն խոսի։